Գեդեոնը Աստծո մարդ էր, բարի քաղաքացի, որը նաև անվախ էր, եւ այդ պատճառով էլ նրա հետ խոսեց Տիրոջ հրեշտակը։ Ամեն տարի մադիանացիների մարդկանց հողն ու բերքը փչացնում էին, բայց Գեդեոնը ցորեն ցանեց, քանի որ լսել էր մարգարեից, որ պետք չէ վախենալ ամորհացիների աստվածներից, որոնց թվում էր նաև նրանց ժողովուրդը, բայց Իսրայելը վախենում էր նրանցից։ Գեդեոնը չվախեցավ։ Այն պահին, երբ նա հավաքում էր ցորենը, հրեշտակ հայտնվեց եւ ասեց նրան. «Տերը քեզ հետ է, քաջարի մարդ։ Եթե Տերը մեզ հետ է, ապա ինչու է այս ամենը մեզ հետ պատահել»։ Հրեշտակն ասաց. «Գնա քո այս զորությամբ»։ Հետագայում ժողովուրդը ցանկացավ նրան թագավոր դարձնել։ Դատավորներ 8:23 Եվ Գեդեոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրա չեմ թագավորի, ոչ էլ իմ որդին ձեզ վրա կթագավորի, Եհովան կթագավորի ձեզ վրա»։ Նա գիտեր, որ Եհովան է թագավորը։ Աղոթենք. Հայր, օգնիր մեզ հասկանալ, որ մեր ամբողջ ունեցվածքը պատկանում է քեզ, եւ մենք մեր ամեն ինչով ծառայում ենք քեզ որպես քո սիրելի զավակներ։ Շնորհակալ եմ Հիսուսի անունով։ Ամեն։